Մարդիկ շարունակում են ապրել մտածելով, թե Աստված չի վշտանում։ Նրանք մտածում են, որ քանի որ իրենք ողջ են, ապա Աստված պետք է հանդուրժի իրենց, որտեղ Աստված սիրող Աստված է։ Աստված դատավոր է, և Աստված փրկիչ է, և Աստծո դատաստանը նույնքան աստվածային է, որքան նրա փրկությունը։ Նա աստվածային փրկիչ է, և նա աստվածային դատավոր է։ Եվ եթե Աստված չի պատժում մարդուն սխալ վարվելու համար, ապա ո՞րն է իմաստը, որ Աստված հանդուրժի դա։ Դրա համար, երբ մենք այսօր նայում ենք երկրին, Աստված հաշվեց միայն մինչև 8 հոգի, նա ասաց. «Նոյ, միայն քեզ գտա, ես կատարյալ քո սերնդի մեջ»։ Ինչպես եք կարծում, քանի հոգի է Աստված տեսնում երկրի վրա այսօր։ Մենք պետք չէ հույս դնենք շատ մեծ քանակի վրա, բայց ինչ թիվ էլ որ դուք տաք, տեսնում եք արդյոք ձեզ այդ թվի մեջ, որովհետև դա առաջին բանն է, որի մասին դուք պետք է մտածեք, հենց ես պետք է դրա մեջ մտնեմ։ Հենց ես պետք է ձգտեմ մտնել դրա մեջ, ես պետք է գիտակցեմ, որ ինչպես Նոյի օրերում էր և ինչպես Սոդոմի օրերում էր, այնպես էլ հենց հիմա է։ Եվ եթե ես վերցնեմ ու ուսումնասիրեմ Նոյի օրերը, թե ինչ պատահեց այն ժամանակ, ես կիմանամ, թե ինչ է կատարվում հիմա, իսկ երբ Աստված եկավ, տեղի ունեցավ Արմագեդոնը։ Հենց Արմագեդոնը մաքրեց երկիրը Նոյի օրերում։ Նրանք ունեցան վայ, և երրորդ վայի ժամանակ այդ քաղաքակրթությունը անհետացավ, մենք ունեցանք վայ, ծննդաբերական երկունքներ երկրի վրա, և երրորդ վայ Արմագեդոնը կմաքրի այս երկիրը։ Այն ժամանակ ջուրն էր, իսկ հիմա կրակը նույն բանը։ Այն ժամանակ Աստված ուղարկեց Նոյ մարգարեին, որպեսզի դուրս կանչի ընտրյալ ժողովրդին, իսկ հիմա Աստված ուղարկել է Նոյի նման մի մարգարեի պատգամով, որպեսզի դուրս բերի ժողովրդին և առաջնորդի նրան դեպի նոր աշխարհ։ Ադամից մինչև Նոյ ոչ ոք երբեք մարդուն դուրս չէր բերել այս աշխարհից և չէր վերադարձել նրան նոր աշխարհ։ Նոյն առաջինն էր։ Եվ այս սերունդը նորից, չէ՞ որ մի մոռացեք, հենց այս սերնդի մեջ ատոմային ռումբը կմաքրի երկիրը։ Միջուկային հոլոքոստը, Արմագեդոնը։